Այս ժամին խանգարում ենք, առավել թողներեն են մարդիկ, ովքեր քնած էին ու մեր աղմուկից արթնացավ, բայց քարոզարշավ է, բազմաթիվ կուսակցություններ հանրահավաքներ են անում, ձեզ հրավիրում են այդ հանրահավաքներին, մենք որոշել ենք ինքներս ձեր բակեր գալ եւ որպեսզի դուք ձեր բակերում հնարավորություն ունենաք լսելու մեր խոսքը, կարծում ենք այդ առումով ձեր անելիքը ավելի հեշտացրել եք։ Սիրելի երևանցիներ, Հայաստանի Հանրապետությունում արվող այս ընտրությունները լուրջ նշանակություն են ունենալու ապագայի Հայաստանի Հանրապետության զարգացման վրա եւ միանշանակ է, որ այդ ընտրությունը որոշելու է Հայաստանի տեղը աշխարհում։ Հայաստանը զգուշավոր ու դանդաղ քայլերով փորձում է իր ինքնիշխանությունը, իր անկախությունը պաշտպանել, ու անգամ այդ ամենափոքրիկ թույլ քայլերին հակառակ շատ մեծ ազդեցություն է գործադրում մեր ռազմավարական գործընկերոջ կողմից, նրանց սատարող կուսակցությունների կողմից։ Որպես օրինակ բերեմ Եվրամիության 8-րդ գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ Հայաստանում, որը իր մեջ իր թույլ ու փոքրիկ քայլեր պարունակում, որը ուղղված չէր որևէ երկրի դեմ, ու միանգամից սկսվեց Հայաստանի ուղղությամբ տարբեր հարձակումներ Ռուսաստանի Դաշնության տարբեր մակարդակի չինովնիկների կողմից, որոնք սկսեցին զայնացնել Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր քաղաքական ուժեր։ Հայաստանը փորձում է իր տեղը գտնել քաղաքակիրթ աշխարհում, փորձում է իր անվտանգությունն ու ինքնիշխանությունը ամրապնդել, փորձում է իր բանակի պոտենցիալը հզորացնել, բայց կան ուժեր, որոնք տանում են դեպի ետ, որոնք փորձում են Հայաստանին հետ պահել այդ առաջընթացին։ Իսկ այդ դեպի ետում մենք հաջողություններ չենք ունեցել։ Մենք հաջողություններ չենք արձանագրել ոչ Լեռնային Ղարաբաղի պատերազմում 2020 թվականին, ոչ դրանից հետո 2022 թվականի Գյումրիում, ոչ 2023 թվականին, երբ որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանեցին այդ տարածքից։ Փոխարենը մենք 94 թվականին հրադադարի համաձայնագիրը կնքելով, որ Ադրբեջանի համար իսկապես նվաստացուցիչ պայմաններ էր, որին մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարը, ու մի բնապն Ադրբեջանը որպես անկախ պետություն չէր ճանաչում, համաձայնեց, ու դրանից հետո մենք ինչ արեցինք, մենք հույսներս դրեցինք օտարի վրա։ Մենք ասեցինք, սիրելի Ռուսաստանի Դաշնություն, ինչ փաստաթղթեր ես ուզում, որ քո հետ կնքենք։ Ուզում ես ռազմաբազա խնդրեմ, ուզում ես սահմանապահներ խնդրեմ, ուզում ես միասնական հակաօդային պաշտպանություն խնդրեմ, ուզում ես ՀԱՊ խնդրեմ, ուզում ես ԵԱՏՄ խնդրեմ։ Տեսեք, նույնիսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մի գիշերում իր տեսակետը փոխելը հիմնավորեց նրանով, որ ինքը անվտանգություն, թերտեսություն, բաժանման գծի համատեքստում առավելությունը տալիս է անվտանգությանը եւ դրա համար ասոցիացման համաձայնագիրը չի ստորագրվում։ Դրա արդյունքում նաեւ մենք ունեցած բոլոր ռեսուրսները փորձեցինք Ռուսաստանի սրտով անել, ասացինք Ռուսաստան մեր հանքավայրերն ես ուզում պղնձի, ոսկու, արծաթի խնդրեմ վերցրու քեզ, մեր երկաթգիծն ես ուզում կառավարել, խնդրեմ վերցրու քեզ։ Ինչ կարգվեցինք ռազմավարական գործընկերոջը հույս ունենալով, որ իրենք կպաշտպանեն Արցախը, որ իրենք հնարավոր, որ իրենք կպաշտպանեն Հայաստանը եւ Ադրբեջանը մեր վրա չի հարձակվի։ Բայց իրենք չպաշտպանեցին այդ, որովհետեւ Ադրբեջանը խոստացավ, որ եթե իրեն տրվի Արցախը, ապա ինքը կաջակցի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, ապա ինքը կմտնի ԵԱՏՄ, ապա ինքը կմտնի ՀԱՊ, ու Ռուսաստանը աջակցեց, արդյունքում Ադրբեջանը Ղարաբաղը ստանալուց մի օր հետո հրաժարվեց իր տված խոստումներից ու ռուսական խաղապահ ուժերին, այսպես կոչված խաղապահ ուժերին ասեց դուրս եկեք Լեռնային Ղարաբաղից, ու դրանց հանեց Լեռնային Ղարաբաղից։ Ու հիմա Ռուսաստանի ամբողջ խնդիրը նրանում է, որ ինքը ուզում է Հայաստանի միջոցով նորից փորձել ճնշել Ռուսաստանի վրա, ու քանի որ այդ հնարավորությունը գործող իշխանություններով չի կարողանում կիրառել, գործի է դրել այստեղ գործող քաղաքական կուսակցություններին, ովքեր սպասարկում են այդ շահը, ովքեր փորձում են այրուսական այդ շահով Ադրբեջանի դեմ գործողություններ անելով, հրահարելով նոր ընդհանուրներ, որպեսզի Ռուսաստանը մնա այս տարածաշրջանում։ Փոխարենը սիրելի ժողովուրդ, մենք պիտի ընդունենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի
Տրիպ համաձայնագիրը ստորագրելուց հետո Միացյալ Նահանգներում այդ խաղաղության համաձայնագիրը, որը նախաստորագրվեց, փաստ է, որ օգոստոսի 8-ից հետո սահմանների կրակոց չի եղել, որ մենք կորուստներ չենք ունեցել, որ արևմուտքը մեզ առաջարկում է կառուցել զարգացնել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, դրա համար երկկողմ փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի Հանրապետության իշխանության եւ Միացյալ Նահանգների իշխանության հետ։ Առաջինը նշված է կիսահաղորդիչները, երկրորդը ատոմակայանը, երրորդը թրիփը ճանապարհները, ու այս ամեն ինչը, եթե ժամանակին ու ճիշտ իրականացվի, Հայաստանը կմտնի քաղաքակիրթ աշխարհ նոր հումով, նոր փողով, նոր հնարավորություններով։ Ցավոք Հայաստանի իշխանությունները այս ամեն ինչը անելով, ասելով, գործում է շատ դանդաղ, գործում է շատ թույլ, եւ դրա համար մենք առաջարկում ենք, որ դուք քվեդաք մեզ, որովհետև Հայաստանի Հանրապետության խորհրդարանում ներկայացված են լուսամետներ, ներկայացված են բալանսավորողներ, որոնք առավոտից ինքնուց իրար մեջ կռվում են, իրար դավաճան հողատու անվանելով, օրական իմպիչմենտ անելով, իսկ մենք գնում ենք խորհրդարան աշխատելու, մենք ասում ենք քվեդվեք մեզ, որ մենք գնանք օրենսդրական նախաձեռնություններ տանենք, քվեդվեք մեզ, որ մենք կարողանանք այս գործընթացները, ինչը սկսեցինք Եվրամիության հետ համակցության ստորագրահավաքով եւ թրիփի այդ 3 կետերը, որոնք որ կան, փոխենք նրանք ավելի արագ իրականություն դարձնել։ Եվ մենք վստահ ենք, եւ մենք ասում ենք, որ մենք հաղթանակ ենք ուզում։ Ի տարբերություն մնացած կուսակցությունների, մենք ասում ենք հաղթանակ ենք ուզում, բայց այդ հաղթանակը տեսնում ենք անարյուն, առանց պատերազմի, մենք այդ հաղթանակը տեսնում ենք աշխարհի համար ցիվիլ տարբերակով, մենք այդ հաղթանակը տեսնում ենք տնտեսական մրցակցությամբ եւ համարում ենք, որ տնտեսական մրցակցության առումով մենք ոչնչով պակաս չենք Ադրբեջանից եւ կարող ենք հաղթել Ադրբեջանին։ Առավել ևս, որ Ադրբեջանի տնտեսությունը հետևած է ապրում, առավել ևս, որ 2023-ից 2025 թիվը Ադրբեջանի տնտեսությունը հետևած ունի, Ադրբեջանի տնտեսության 83%-ը էներգոկիրներն են, գազը, նավթը, վաճառքը, 2003-ից 2005 թվականին այդ գազի նավթի արտահանումը 20% պակասել է, ինչու, շատ պարզ, որովհետև այդ հարկավայրերը արդեն հին են, ու չեն կարողանում այդքան արտահանել, նոր հարկավայրերը չեն բացվել։ Հետևաբար, եթե մենք մեր ունեցած հակաուկային ռեսուրսները, ջրային ռեսուրսները, հայ մարդու հմտությունը, միտքը, աշխատասիրությունը ամբողջացնում ենք ու մտնում ենք այդ պայքարի մեջ, մենք 5 տարի հետո կարող ենք ունենալ 45 միլիարդ բյուջե, որը 2 անգամ ավել է Ադրբեջանի բյուջեից, ու այդ ժամանակ է, որ Ադրբեջանի նախագահը մեր հետ նախապայմաններով չի խոսի, ու այդ ժամանակ է, որ խաղաղությունը կդառնա հարատև, ու այդ ժամանակ է, որ Հայաստանը այս տարածաշրջանում սկսի դառնալ լուրջ գործոն ու մենք խոսեն հավասարը հավասարինով։ Հետևաբար սրան հասնելու համար մենք ձեզ խորհուրդ ենք տալիս, խնդրում ենք եւ հորդորում ենք, որ պարտադիր հունիսի 7-ին գնաք ընտրատեղամասեր եւ եղած քվեատերտիկներից ընտրեք 11 համարը Հանրապետություն կուսակցությունը։ Ասեմ ավելին, որ մեր կուսակցության ազգային ժողովում ներկա գտնվելը լրացիչ հնարավորություններ է բացելու նաև քաղաքական համատեքստում, որովհետև բացի ուսամետներից ու բալանսավորողներից, եթե ազգային ժողովը մտնում կուսակցություն, որ արևմտյան արժեքներ է կրում, ապա նույն արևմուտքը տեսնում է, որ հայ ժողովուրդը հայոց որոշում է կայացրել, որ հայ ժողովուրդը որոշակի իշխանություն է տվել արևմտյան ուժի ներկայացուցիչ, իսկ եթե մենք կոալիցիա ենք կազմում, այդ հնարավորությունը էլ ավելի է մեծանում, որովհետև մենք ռեալ աշխատելու հնարավորություն ենք ունենում, հետևաբար թե ներդրումներն են ավելանում, հետևաբար թե ազատ վիզայի ռեժիմը ինչի մասին այսքան խոսվում է, մանրամասն ձգձգվում է, եթե լիներ մի տարում, դառնալու է 6 ամսում, որովհետև նույն Եվրամիությունը տեսնելու է, որ եվրոպական արժեքներ կրող կուսակցությանը հայ ժողովուրդը քվե է տվել։ Ամազոնը գալու է Հայաստան, որ աշխարհի ամենամեծ առևտրային կազմակերպությունն է, եթե արևմտյան բիզնեսը տեսնի, որ իր շահերը պաշտպանող կուսակցություն կա ազգային ժողովում։ Այս ամեն ինչ հաշվի առնելով մենք համարում ենք, որ մեզ քվե տալը ձեռնատու է Հայաստանի պետությանը, ձեռնատու է Հայաստանի իշխանությանը, որովհետև այդ դեպքում իրական բալանսավորումն է լինելու ռուսամետների եւ արևմտյան արժեքներ կրողների մեջ։ Հետևաբար սիրելի ժողովուրդ, պատգամավորի մանդատի համար չէ, որ ես դեռ առաջ կադրած խոսում եմ։ Ես 2 անգամ պատգամավոր եմ ընտրվել ու այդ մանդատը չեմ վերցրել։ Ես այս ամեն ինչն ասում եմ այս երկրի ապագայի համար, երեխաների համար,
քեզ համար Հայաստան, քեզ համար